Ինչ անես։ Բայց դուք ասում եք, որ պետք է ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, այո, դա ես մենակ դա չեմ ասել։ Ես ասել եմ, որ նրանց զանգվածային լրատվամիջոցները պետք է հայկական մուլտիպլեքսից արգելվեն։ Երկաթուղին Ռազմավարական նշանակության օբյեկտները այդ հանցագործությունը, որ տեղի ունեցավ հիմա Կուրսկ են ծեծում եւ համարում են դա դարի հաղթանակ։ Բոլոր նշանակության թե ռազմավարական նշանակության օբյեկտ եւ ռազմավարական նշանակություն ատոմականը պետք է վերցնենք միանշանակ, հեսա մայիսի 4-ին Մակրոնը գալու է։ Տանք Մակրոնից։ Չենք տալիս Մակրոնից։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև թո միջուկային ֆիզիկայի զարգացման եւ էներգետիկայի զարգացման ռազմավարական հարաբերություններ կնքվեն։ Միացյալ Նահանգների հետ ստացիոնար այդ մոդուլային միջուկային համագործակցությունը թող լինի, Ֆրանսիայի հետ էլ թող լինի Մեծամորի ատոմակայանի նորակառուցման, վերակառուցման աշխատանքները։ Ինչն է խանգարում։ Ну, մի քիչ խանգարող բաներ կան, պարոն։ Ռուսաստանն է խանգարում։ Դե եթե դուք դա ապտակ է ձեր ասածը իրենց հասցեին։ Իսկ ձեր նկատմամբ իրենց արածը ինչ էր, ապտակ չէր։ Ես կասեի շատ ավելի մեկը այն, որ Լեռնային Ղարաբաղում նրանք որևէ կերպ մեր անվտանգային պարտավորությունները չպահեցին, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եւ չէր։ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք էր։ Այն ժամանակ, երբ որ Լեռնային Ղարաբաղը Արցախը վիճելի տարածք էր համարվում, Ռուսաստանը պարտավորություններ ուներ մեր նկատմամբ։ Ղարաբաղի նկատմամբ չուներ։ Բայց վիճելի տարածք էր, չէ՞։ Հələ ինչ գիտեինք, այդ տարածքը ոնց պետք է այնտեղ մարդիկ էին ապրում 3000 տարի ավտոխտոն հայ ազգաբնակչություն կար, աշխարհը միանշանակ տրամադրված չէր։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը իր կրավորական վարկով եւ ոչ միայն կրավորական, այլ նաեւ քննիչ հանձնաժողովի Զեկույցների ժամանակ Դավիթ Տոնոյան ազգային ժողովում մոռացել եք, որ ասում էր ռուս գործընկերները մեզ խոչընդոտում էին F-16-երը խոցել։ Այն ինքնաթիռները, որ բարձրանում էին օդ, մեր զորքին էին ոչնչացնում։ Այսինքն նրանք նաև թշնամու կողմից անցած գործողություններ են ձեր նկատմամբ արել, ու դուք մտածում եք ապտակ հասցնեք, նրանք ոչ միայն ապտակ են հասցրել ձեզ, այլ նաև վիրավորել են ձեր ինքնասիրությունը, արժանապատվությունը եւ մեծ հարված են հասցրել հայկական պետականության ողնաշարին, որտեվ Արցախը, ինչ էլ որ հիմա ասեն, ֆիզիկա աշխարհագրական համատեքստում մեր անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչն էր։ Արցախի կորստով մենք Սյունիքը խոցելի դարձրեցինք։ Սա խնդիրները, որ մենք չենք գիտակցում, եւ տարիներ շարունակ ցավոք սրտի մենք չենք հասկացել մի բան, թեպետ եւ հասկացել էինք 90-ականներին, թե ինչը ստիպեց, որ էլի հետ ողորմյա լինի այդ իրավիճակը, որ այն ժողովուրդներն ու հանրույթները, որոնք լծի տակ կքած են լինում, առավել եւս ռուսական, թուրքական կամ պարսկական, էական չէ, երեքն է կայսերական մոտեցումներով են շարժվում, նրանք երբևիցե ձեզ թույլ չեն տալուց, որ դուք շնչեք ռազմավարական նշանակության տեխնոլոգիաներ, գիտելիքները անբարեք, որ վերջապես ձեր ինքնիշխանությունը վերականգնեք, որովհետև դուք, որպես ինքնիշխանություն վերականգնող հանրույթ, պայթող ական եք իմպերիաների հիմքում։ Եվ զեկույցներում էր կար, չէ՞, ցարական Ռուսաստանի ժամանակ, երբ որ նրանց աշխարհի էթնիկ տարածաշրջանի էթնիկականության խճանկարը գնացին զեկուցեցին 1814-28 թվականներին Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրերով, որ նրանք ծավալվեցին դեպի Արաքսի հովիտ։ Ռուս ցարին զեկույց են տարել, ասել են մենք տարածաշրջանում չենք կարող հենվել հայկական տարի վրա, որտեղ նրանք ունեն մի հիմար երազանք վերստեղծել սեփական պետականությունը։ Այսինքն ցանկացած կայսրության ներսում, եթե կա մի ժողովուրդ, որը պետականաստեղծ ջիղով է ուշտված, նրանց համար վտանգ է։ Հետևաբար ժամանակն է խելքներս գլուխներս հավաքենք։ Մենք պետք է այդ ճոպաններից ձերբազատվենք, հատենք։ Գիտակցում են, որ վտանգավոր է, գիտակցում են, որ խնդիրներ կլինի։ Հայաստանի Հանրապետությունում երևի ես առաջիններից մեկն եմ եղել, որ քաղաքական ահաբեկչության եւ քաղաքական սպանությունների ռիսկերի մասին խոսել եմ։ Բա ինչու՞մն է հարցը։ Պետություն եք, չէ՞ ի վերջո։ Դե գիտեք, կան կապեր։ Մենք այնտեղ ունենք 2 միլիոնից ավել հայեր։ Գիտեմ։ Մենք նրանց հետ ունենք պայմանագիր, նրանք մեր անվտանգության ունենք 97 թվականից։ Դենոնսացված է։ Ոչ ոք չի դենոնսացել։ Տեսեք։ Ես գիտեմ։ Միջազգային իրավաքաղաքական պայմանագրով ես ավարտեմ ինչև էր։ Մենք արտահանում ենք հիմնականում այնտեղ։ Այնտեղից մենք ստանում ենք էժան գազ։ Այդ նույն ատոմակայանը, որ դուք ուզում եք ռուսներից վերցնել, դրա գործածության հումքը տալիս են ռուսները եւ այսպես շատ բաներ թելեր, որոնցով մենք կապված ենք եւ երկրորդ վերջիվերջո եթե դուք այդպես ապտակում եք նրանք փոխադարձ կապտակեն ձեզ։ Նրանք արդեն ապտակել են եւ չեն ապտակել։ Հարվածել են, ընդ որում այդ հարվածը ողնաշար փշերող հարված էր,
հայ զինվորի եւ հայ ժողովրդի տոկունությամբ մենք ոտքի վրա կանգնեցինք ոչ թե նրա համար որ կուր պետական համակարգ ունենք եւ այնպես ճոխ ինստիտուցիոնալ իրավիճակ որ այդ կոլապսը կասեցրեցին այլ ուղղակի մեր ազգային ֆունդամենտալ արժեքները թույլ չտվեցին որ մեր պետականությունը երերա ամեն դեպքում դուք չեք նկատել ինչքան էլ հակասություններ լինեն եւ ներքին ատելություն լինի հայը հայի նկատմամբ մի քիչ այտենց ագրեսիաներ չի դրսեւորում մենք քաղաքացիականներ չենք պատկերացնում եւ այլ մեր մենտալիտետի մեջ նստած չի իրար միս ուտել կոպիտ ասած կարանք իրար չսիրենք կարանք իրար դեմ պայքարենք բայց ամեն դեպքում այդ միևնույն ընտանիքի գաղափարը մեր արժե համակարգի մեջ նստած է բոլոր հայերն ու բոլոր հայերը եղբայրներ են գալիս ապրիորի բացի հայ տականքներից որոնք դավաճանում են պետականությունը հիմա Ռուսաստանի 97 թվականի պայմանագիրը 2022 թվականի ռուս-ադրբեջանական համանման պայմանագրով ինքնա դենոնսացվել է որտեղ իրավիճակ է փոխել եթե դրանից հետո չի նշանակում պայմանագրի իրավիճակ է փոխել եւ եթե ձևավորվում վավերացում է մի պայմանագիր որը փոխում է նախկինում գործող պայմանագրի դրույթները նախկինում գործող պայմանագիրը դադարում է գոյություն ունենալ ռուս-ադրբեջանական պայմանագիրը ինչպես է փոխել հայ-ռուսական պայմանագրի դրույթները կետերը նայեք սիմետրիկ նայեք կետերը համեմատեք նույնանման պայմանագիր է կնքված ձեր պոտենցիալ թշնամու հետ համանման այդ նշանակում է որ դուք էլ իր դաշնակիցը չեք չէ համանման չի նախ Համանման է փոխօգնության պայմանագիր ռազմավարական զորքերը բերի պաշտպանի Ադրբեջանը, եթե Ադրբեջանի վրա փոխօգնության պայմանագիրը ուրիշ է, ռազմական պաշտպանություն ուրիշ է։ Ով ասեց։ Փոխօգնությունն է նաև զինվորական պաշտպանությունը։ Այդ որ ձեր նկատմամբ իրենց պարտավորությունները չեն կատարել, այդ չի նշանակում, որ իրանք ճիշտ են արել։ Իրանք խախտել են դա։ Ընդ որում խախտել են երկաթուղու կոնսենսիոն կառավարման սկզբունքները։ Իրանք այդ որ այնտեղ նստած Կրեմլում ասում են բանը, եթե մենք դուրս գանք կամ մեզանից վերցնեն, սիստեման կփլվի։ Այստեղ հուզվում ես, ակամայից ձեռքդ ուզում ես տանես թաշկինակից, վերցնես աչքիդ արցունքները սրբես։ Ինչ սիստեմա։ Դուք մեր երկաթուղի վիճակը տեսել եք։ Դա մի ողբալի վիճակ է։ Ես անցյալ տարի շնորհապետական կուսակցության անդամների հետ միասին այցելեցինք Մեռնաձորից մինչև Մեղրի այդ 40 կիլոմետրանոց հատվածը գնացել ենք։ Ճանգրել են հողը։ Սկի ճանապարհ չկա երկաթուղի մասին մտածելն է տարօրինակ։ Բա եթե 30 տարի պետություն աստվածատուր ժամանակ ունենք ինքնիշխան պետականություն կայացնեինք, ով չէր ուզենա, որ ամեն նախագահ վեր կանար գլուխ գովար ասել ենթադրենք իրա օրոք ստրատեգիական երկաթուղի ստեղծվեց։ Մյուսի օրոք միջպետական մայրուղիներ եղավ։ Միացյալ Նահանգներ գնացել եք, տեսել եք, չէ՞, այնտեղի նահանգային ճանապարհները։ Այստեղ դեկտեմբերի 10 քանիսներ գնացինք լորի նոր ձյունը որ եկել էր ամբողջ այդ բեռնափոխադրող ֆուրերը կանգնած էին երկու շարքով եւ այնտեղ ինչքան մարդատար մեքենա կար ընկած էր գերի բա դա ճանապարհ է որ պետությունը պետք է ունենա երկու գիծ միջպետական մենք գործ չենք արել հետո ուզում ենք որ վերևից Աստված գա մեզ փրկի Այդտենց չի լինում։ Պաշտպանունակությունը, երկրի կառավարումը զորնի բուն աշխատանք է պետք, եւ մենք ուզենք թե չուզենք անձնական ամբիցիաները մի կողմ դնելով պրոֆեսիոնալներին պետքա բերենք դնենք երկրի պետական կառավարման համակարգում, որ գործ անեն։